Պարոն Ադամյան, միայնակ ակցիա եք իրականացնում, խնդրեմ ներկայացնեք պահանջները եւ հատկապես ումից եք պահանջում։ Բարև ձեզ, իմ անունը Արայիկ է, ես ներկայացնում եմ վիրտուալ խորհրդանը, ես վիրտուալ խորհրդանի խոսնակ եմ, որտեղ հասարակության մի փոքր հատվածը քվեարկությունների միջոցով որոշում է կայացրել եւ ներկայացնում է իր պահանջները իշխանությանը եւ ներկայացնում է եւ հասարակությանը սոցիալական համակարգի մեր պահանջները կարող եք ընդհանուր առմամբ գնում է թոշակառուների խնդիրն է սոցիալական համակարգը բարձրացնելու եւ ներդրվի թվային համակարգը, որտեղ հասարակության յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր քաղաքացի կարող է գրանցվել եւ մասնակցել քվեարկությունների ամենօրյա։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ներկայացնել իր գաղափարը, օրինագիծը ժողովրդին, ժողովուրդը քննարկելով քվեարկությունների միջոցով որոշում է կայացնում։ Արդեն մոտ մի 250 հատ որոշում են կայացրել, ստեղծվել է ժողովրդի ձայնը, ժողովուրդն է որոշում, պահանջները իր ներկայացնում, իրենք արդեն վիրտուալ ստեղծել են այն համակարգը, որտեղ ուզում են ապրել եւ իրենք ծրագրավորում են իրենց ապագան։ Ինչից եք հատկապես դժգոհում եւ ինչ եք պահանջում, որ փոխեն։ Ես սա ժողովրդի պահանջն է։ Նկատի ունեմ ձեր խումբը, ինչ եք պահանջում փոխել։ Դա խումբ չի, դա հասարակության իմաստն է։ Իրենք պահանջում են, որ թոշակները 36,000-ը դա շատ քիչ չնչին գումար է, որ դրանով հնարավոր չի ոչ կոմունալները տրվի, ոչ ծնունդի փողը, ոչ բժշկի փողը եւ պահանջները խնդրեմ ներկայացրած է բոլորը կարող եք նկարահանել պահանջները հերթով։ Պաշտոնյաների պարգևավճարների եւ ծառայողական մեքենաների սահմանափակում, խնայված գումարներն ուղղելով սոցիալական ծրագրերին։ Ըստ ձեզ հիմա շատ են մեքենաները, պաշտոնյաների եւ պարգևավճարները։ Ընդհանրապես չպետք է լինի։ Բոլորը կարան հեծանիվով գնան գործի։ Իսկ ինչու չեն գնում։ Փաշինյանն ասում էր, որ դա դրա համար ասում եմ, սա հասարակության գործն է, սա հասարակության որոշումն է։ Ես թե կայնած եմ, որպեսզի հասարակությունը տեսնի մեր պահանջները առաջ երթին եւ միանա, որպեսզի հասարակությունը որոշի, թե թոշակառուն ինչքան փող կստանա, թե պաշտոնյան պարգևավճար կստանա, թե ոչ։ Սա հասարակության խնդիրն է, ոչ թե կառավարություն։ Մեր ներկայացրածը նա է, որ հասարակությունը կառավարի պետությունը, այլ ոչ թե մի խումբ մարդիկ։ Հիմա դուք կոնկրետ ումից եք պահանջում։ Մենք պահանջում ենք, սա պահանջը ներկայացնում ենք կառավարությանը եւ մենք ծանոթացնում ենք հասարակությանը մեր պահանջներին, որպեսզի նրանք միանան մեզ։ Նկատի ունեմ հիմա Փաշինյանին եք դիմում, որ պարգևավճարներն ու ծառայողական մեքենաները օրինակ կրճատեն։ Ըստ ձեզ ինքը կլսի։ Մենք արդեն ուղարկել ենք էլեկտրոնային, սպասում ենք պատասխանի, խնդիրը լսելը չի։ Խնդիրը նա է, որ սա օրեցօր, սա նոր հարթակ է, օրեցօր գնալով շատանում են։ Մի ամսում արդեն 1500 հոգի ավելացել են, գնալով օրեցօր օրգանիկ մեծանում է։ Սա ժողովրդի պահանջարկն է։ Քվեարկությունները ցույց են տվել 97%-ը, որ սա մեր նոր կառավարման մոդելն է։ Որտեղ կա ազատություն, արդարություն եւ համախմբում գաղափարի շուրջ։ Նայեք, ի թիվս ձեր պահանջների նշել եք կոռուպցիոն հոսքերի վերացում, փողերի արդյունավետ ծախսման կրճատում։ Փաշինյանը պնդում է, որ նոր Հայաստանում կոռուպցիա չկա։ Դե պնդում է, դա իրա պնդումն է, ես բան չունեմ ասելու։ Մեր տեսակետը ուրիշ է, մեր տեսակետը նա է, որ մենք հասարակությունն է որոշում բյուջեն որ կողմը ծախսվի, դա հասարակության գումարներն է, ոչ թե կառավարությունն է որոշում։ Այսինքն իշխանությունը գնում է ժողովրդին, թվային ժողովրդավարություն։ Ժողովուրդը կառավարում է իր պետությունը, թե բյուջեն, թե ներքին քաղաքականությունը, թե արտաքին քաղաքականությունը։ Շնորհակալություն։ Խնդրեմ